Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 6։ Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են, իմ աչքն արտասվում է դեպի Աստված։ Հոբ 16-րդ գլուխ 20-րդ խոսք։ Երբ մենք աղոթում ենք, Աստված մեզ հայտնում է իր սերը։ Սուրբ Բեռնարդն ասում է. եկեղեցու փեսան ամաչկոտ է եւ իր սիրո հաղորդակցությունը չի հայտնում մարդկանց ներկայությամբ, այլ միայն առանձնության մեջ։ Աստծո սրբերի ամենաքաղցր փորձառություններից շատերը լինում են հենց այն ժամանակ, երբ նրանք մենակ են նրա հետ։ Երբ Դանիելը մեծ ջերմեռանդությամբ միայնակ աղոթում էր, Գաբրիել հրեշտակը ուղարկվեց, շտապեց դեպի նա եւ հայտնեց, որ նրա աղոթքները լսվել եւ պատասխանվել են։ Նույնպես Կորնելիոսը, երբ միայնակ աղոթում էր, Աստծո հրեշտակը եկավ նրա մոտ հայտնելու, որ նրա աղոթքները լսվել են։ Պետրոսն էլ, երբ առանձնության մեջ աղոթում էր, հենց այդ ժամանակ Աստված նրան հայտնեց հեթանոսների կանչվելու խորհրդի մասին։ Այդ ժամանակ նա տեսավ այն տեսիլքը, երբ աղոթելու համար բարձրացել էր տանտանիքը։ Մինչև մեր վերստին ծնունդը Աստված շատ անգամներ հայտնվում է մեզ, երբ մենք նույնիսկ չենք սպասում այդ հանդիպմանը, բայց վերածննդից հետո նա սովորաբար իրեն առավելապես հայտնում է շնորհի առավել բարձր դրսևորումների ժամանակ, երբ մենք գործադրում ենք շնորհը, երբ առանձնապես հաղորդակցվում ենք Աստծո հետ եւ մեր հոգու ամբողջ զորությամբ ձգտում ենք առանձնության մեջ կառչել նրանից։ Դա հզոր մխիթարություն եւ զորություն է նեղությունների ժամանակ, հատկապես երբ մարդիկ մեզ դատապարտում, ծաղրում եւ արհամարհում են, եւ մենք չգիտենք, թե ուր գնանք գտնելու մի բարեկամի, որի առաջ կարողանանք բացել մեր սրտի վիշտը։ Այդ ժամանակ առանձնանալը եւ ամեն ինչ Աստծուն բացելը հոգու համար մեծ թեթևություն եւ մեծ մխիթարություն է։